Մեկ հարց ձեզ, քանի որ դուք համախմբան կոչ արեցիք եւ միայն Ռոբերտ Քոչարյանն է, որ ողջունեց, մյուս ուժերը դեռևս լռում են եւ նշում են, որ սպասում են ձեր ճանապարհային քարտեզին։ Դուք ունեք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզ եւ որն է դա։ Բայց դուք ճիշտ չեք, որ մենակ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել, շատերը արձագանքել են, նույնիսկ Փաշինյանն արձագանքել, որ միանում է, դուք երևի տեսաք ազգային ժողովի ամբիոնից, այսինքն Փաշինյան մարդը արձագանքել է, հիմա Ընդդիմադիրներն էր բայց ձեր կոչը ուղղված, ընդդիմադիրներից ով է արձագանքել ձեր կոչին։ Ինձ թվում է շուտով Փաշինյանն էլ է դառնալու իրեն ընդդիմադիր։ Դուք հանդիպեցիք կոնկրետ որ ուժերն են աջակցում ձեր առաջարկին չնշեցիք։ Շատ ուժեր են։ Ովքեր բացի Քոչարյանից հրապարակային ով։ Շատ ուժեր են, դուք դա կտեսնեք, երբ առաջի հավաքը կլինի։ Պարոն Կարապետյան, լիդերների, իսկ Պարոն Կարապետյան, հետևում դուք պետք է կազմակերպեք որպես ամենաշատ ձայն է ստացած ուժ, առաջնային ուժ։ Իհարկե մենք ենք կազմակերպելու, շատ ուժեր հրավերքի են սպասում։ Իսկ ինչու է Պարոն Կարապետյան, ճարքում եք ընտրությունների արդյունքները, բայց հաստատի իշխանությունները արդեն ազգային ժողովի նախագահ, փոխնախագահային են։ Սա ինչու՞ կուսակցեք։ Դե իրենք իրենց գործով են զբաղված, մենք մեր գործով ենք զբաղված։ Դա մի հանգուցալուծում։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյան։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար։ Ինչպես չունեք ճանապարհ։ Դե չեք հրապարակում, որ իմանան պետք է հրապարակի։ Պարոն Կարապետյան, հետևում եք սահմանադրական դատարանի նիստերին 5 օր է արդեն ընթանում է։ Օրը կգա, մարդիկ կիմանան, ով պետք է պայքարի, դե հիմա խնդրես չեք ասելու։ Պարոն Կարապետյան, 5 օր է հետենում եք սահմանադրական հարցազրույցին էլի վերածեք, հարցնենք էլի։ Պարոն Կարապետյան, հետևում եք սահմանադրական դատարանի նիստերին 5 օր է արդեն ընթանում է ձեր դիրքորոշումը, պատկերացումները, ակնկալիքները կարելի է իմանալ։ Դա process է, որ մենք պարտավոր ենք անցնենք։ Վարդևանյանը ամեն օր դուք տեսնում եք, ներկայացնում է մեր պահանջները, շատ լավ ներկայացնում է, դրա համար հիմա մենք բոլորս միասին տեսնենք սահմանադրական դատարանի կախվածության աշճանը այս իշխանությունների։ Իսկ անձամբ ձեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանը ես վստահ եմ հնարավորություն ունի երկրորդ փուլ նշանակի, դրա համար մենք այդ հնարավորությանը սպասում ենք։ Անձամբ ձեր դիրքորոշումը մանդատները վերցնել չվերցնելու վերաբերյալ ոչ թե ընդհանուր ժողովրդի հետ հասկանալ դուք։ Անձամբ իմ դիրքորոշումը ամենաճիշտն է լինելու, դուք մի անհանգստացեք։ Հույսը ձեր որտեղից, որ սահմանադրական դատարանը երկրորդ փուլ այսպես Չասի, հույս ունեմ, ասիկ տեսնենք, իրենք այդ հնարավորությունը ամենայն դեպս ունեն։ Իսկ եթե չի լինում, դուք վերցնում եք, հաղված եք վերցնել մանդատները։ Ձեր պլան B-ն դուք միշտ ասում եք, մենք ուժեղ ենք հաղթելու ենք, բայց հաղթելու ենք, բայց ինչ պարտադիր է պլան B։ Եթե ուժեղ չլինենք, Փաշինյանը կմիանար, մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսել եք պատմության մեջ։ Մարդ ազգային ժողովի ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք։ Հիմա դուք այդ կոչին եք հետևելու պարոն Կարապետյան Նիկոլ Փաշինյանի ասած կոչին։ Չէ, ես սպասում եմ մյուս քաղաքական ուժերի կոչերին։ Բա ինչի են հապաղում։ Ով պետք է չի հապաղել։ Կնշեք անունները, ովքեր են, որ մինչ այս պահը ձեզ հետ կապի են դուրս եկել, կամ եկել են, քանի որ դուք տնային կալանքում եք։ Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են։ Դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք, հետո դա չի նշանակում միայն կուսակցություններին, նույնիսկ անհատ շատ ազդեցիկ մարդիկ են միանալու։ Լիդերների հանդիպումը երբ է լինելու, պարոն Կարապետյան, հստակ օր կա։ Հիմա սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի մանդատներ վերցնել թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելուն մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք,
Պարոն օրինական Կարապետյան, մինչ մեթոդներով։ Դե ամեն օր դուք, տեսնում եք, պարոն բա Վարդևանյանը ամեն օր Մենք չեք տեսնում ինչ Վարդևանյանին տեսնում ենք, Ահա։ բայց իրականում ձեր ցուցակում մարդիկ կան, որ մեզ այդ զրույցում ասում են, որ իրենք հրաժարվելու են եւ մանդատ չեն վերցնում։ Այսինքն փաստացի պարոն Կարապետյան, ձեր ցուցակում ընդգրկվել են մարդիկ, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ պայքարի գնալ։ Որքանով եք, որ ասում եմ ցուցակը կազմելուց վստահ որ Գեգամ Նազարյաններ չեք ունենա եւ այլ հետևանք ԿՊ-ին միացողներ չեք ունենա։ Մեր ցուցակում չկան այդպիսի մարդիկ։ Այսինքն ով պետք է գնա ազգային ժողով, նա կգնա ազգային ժողով։ Ով չպետք է գնա ազգային ժողով, նա չի գնալու ազգային ժողով։ Դա մեր ցուցակի Կարապետյան չկա, այսինքն պարոն Գեգամ Կարապետյան։ Նազարյաններ վստահ չեք ունենա։ Պարոն Կարապետյան, ճիշտ եմ հասկանում ձեր ճանապարհային քարտեզը, որ հիմա սպասում եք Սահմանադրական դատարանը ինչ կորոշի։ Դրանից այսինքն հետո մինչև հուլիսի վերջ կլինի այդ լիդերների հանդիպումը եւ նաեւ մինչև հուլիսի վերջ կորոշեք նաեւ մանդատներ վերցնում եք թե ոչ։ Բայց ունեք այդ թե ինչպես եք իշխանությունից հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, դուք այդ ճանապարհային քարտեզը գոնե ձեր համար ունեք, որը չեք հրապարակում։ Հավատացեք, դա քարտեզ չի լինելու։ Եթե մենք ոչ մի բան չանենք, Նիկոլ Փաշինյանը ինքը իրան հեռացնելու է։ Որտեղ իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ եւ հայ ժողովուրդը ամեն օր տեսնելու է դա ու իր գնահատականը տալու է։ Ինչեւ օրս եղել են, այսինքն ընտրություններից հետո ինչ ձախողում է եղել օրինակ հունիսի 7-ի ընտրություններից հետո ինչ եղել։ Ինչ ազգային ժողովի ակցիզային հարկերը հաջորդ օրը բարձրացրեցին։ Կարող եք ուսումնասիրել ինչպես է աշխատում իրենց խոստացած բժշկական այդ ապահովագրությունները։ Ասում են շատ լավ է աշխատում։ Ուսումնասիրեք, դուք լրագրողներ եք, ուսումնասիրեք։ Պետականացվելու է պարոն Կարապետյան հուլիսին 3 Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց եւ փոխհատուցման հարցն են որոշելու։ Այս կապակցությամբ ինչ կասեք։ Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն հեծը գցել են իրենց ոտքերին, դուք երևի դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար Պարոն Կարապետյան, իսկ իրենք շատ ուրախ կլինեն հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեն։ Ժամկետներ ունեք մոտավորապես դուք այդ իշխանափոխությունը ինչ ժամկետում եք պատկերացնում 1 ամսում, 2 տարում, 3 տարում, թե 5 տարի հետո ինչ ժամկետներ եք պատկերացնում։ Դուք ինչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ես ցանկություններ չունեմ, դուք ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը։ Ես իմ ժամկետները ունեմ։ Դրանք որքան մոտավորապես ինչ ժամկետներ։ Իհարկե չեմ ասի, հիմա ասեմ Մինչև 1 տարի թե 1 տարուց շուտ։ Դա բոլորդ կտեսնեք հերթով։ Պարոն Կարապետյան, ես մի փոքր ուշ միացա, չգիտեմ, հարցերը հնչել են թե ոչ, դուք բազմիցս մինչև ընտրությունները հայտարարում եք, որ ընտրություններից հետո արդեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կունենաք։ Ուզում եմ հասկանալ, այս գործընթացը ինչ փուլում է, արդյոք հրաժարման այս գործընթացը ինչ որ գործնական փուլ մտել է, չի մտել։ Չէ, գործնական փուլ մտել է, դա գործնական փուլում է։